Հեղափոխությունը հեռացրեց իշխանությունից գլխավոր մեղավորին Սերժ Սարգսյանին, ով 7 տարվա մեջ մի օր անազատության մեջ չի անցկացրել, բայց չքանդեց այն հովանավորչական եւ ապօրինությունը պաշտպանող դատաիրավական բուրգը, որը նա տարիներ շարունակ կառուցել էր։ Այսօր հրապարակներում հանդես եկող բազմաթիվ քաղաքական դերակատարներ դեռևս պաշտպանված են իրենց անցյալի քրեական գործերից հենց այդ նույն համակարգի միջոցով։ Սա արդարադատություն է, թե մեղավորների միջև պատասխանատվության փոխանցման թատերական բեմ։ Սա կոռուպցիա է, որը ոչ միայն թալանել է պետությունը, այլև խլել է մեր ժողովրդի արդարադատության իրավունքը։ Եթե պետական ապարատը չի համարձակվում դիպչել կոռուպցիայի արմատներին, դատավորների, դատախազների եւ իրավապահ մարմինների ներսում, ապա որևէ համայնքապետի, որևէ քաղաքապետի ձերբակալություն չի կարող դառնալ համակարգային պայքար կոռուպցիայի դեմ։ Այն վերածվում է հասարակական վրդովմունքը մեղմելու, թուլացնելու միջոցի միայն։ Իսկ իրական խնդիրը 1-2 պաշտոնյաների մեջ չէ։ Մեր դիմաց կանգնած է ամբողջ դատաիրավական քաղաքական կլան, որը դեռ ապրում է նախկին ռեժիմի ներշնչած մեխանիզմներով եւ ամենակարևորը մտածողությամբ։